Բարև շանտի ու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրն է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Բարի երկու ձեզ, պարոն Արուշանյան։ Ուղիղ մեկ շաբաթից լրանում է ձեր պաշտոնավարման 1 տարին։ Ստացվում է, որ այս եթերը դառնում է ձեր հաշվետու հարցազրույց, միևնույն ժամանակ 2025 թվականի ամբողջ մարզպետի աշխատակազմի կատարած աշխատանքի արդյունքների ամփոփում։ Մարզպետի պաշտոնում այս 1 տարվա ընթացքում քանի անգամ եք լսել ձեր պաշտոնից հեռանալու, ազատելու մասին հրապարակումներ ու հետաքրքիր է, թե ինչ քաղաքական իրողությունների ֆոնին էին այդպիսի հայտարարություններ տարածվում։ Հրապարակումներ չեմ հիշում, որ հրապարակումներ եղել են, որ պաշտոնից դուրս եմ գալու, բայց խոսակցություններ բնականաբար քաղաքում շատ տարբեր մեզ էլ են հասնում այդ խոսակցությունները, բայց բնականաբար տեսնում ենք, որ որևէ խոսակցություն հիմք չունի ու այդ էլ է հասկանալի, որովհետև երևի թե շատ մարդկանց ճանապարհը փորձում ես փոխել կամ շատ մարդիկ չեն հարմարվում են իրողության հետ, որը հիմի կա Գյումրիում ու Շիրակի մարզում, դրա համար փորձում են նման խոսակցություններով շեղել մեր ճանապարհից, բայց որպես այդպես մենք չենք էլ շեղվում, ոչինչ թող խոսան, կարող են աշխատանքն է, որը մենք անում ենք։ Լավ, ամեն դեպքում ես էլ հարցնեմ, մարզպետի պաշտոնից հեռանալու հավանականություն կամ որևէ հիմքեր կան։ Որևէ հիմքեր բնականաբար չկան, մտադրություն չկա, նման խոսակցություն չկա, մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե նախարարի հետ, թե վարչապետի հետ երկրի, նման որևէ բան չկա, հիմք էլ չկա մտածելու, թե ես պաշտոնից հեռանալու եմ, որպես այդպեսին մենք մեր ճանապարհով առաջ ենք գնում ու ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ծառայելու մեր ժողովրդին։ Ամեն դեպքում 2026 թվականի նախընտրական տարվա հող նախապատրաստելու գործողություններ կարծես թե քաղաքական ուժերը բավական շուտ են սկսել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներից արդեն հայտարարել են, հաստատել են, որ ցուցակում են լինելու կուսակցության տեխնացու են լինելու, մի մասն էլ ասում են, որ իր տեխնացությունը չի առաջադրում դուք։ Նախ ասեմ, որ այդ մեր վարչության որոշումով ոչ թե ցուցակում լինելու են ու խոսվում է, այլ վարչապետը առաջարկել էր բոլոր այն ցանկացողներին, ովքեր ուզում են ցուցակում լինել, ինքն առաջադրվել։ Ընդամենը առաջին փուլով մեր կուսակից ընկերները, ինչու՞ չէ նաև ոչ կուսակից ընկերները, ովքեր ցանկություն են ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի ցուցակում ընտրվելու, հայտ են ուղարկել կուսակցության գրասենյակ, ինքը դեռ չի նշանակում, որ իրենք ընդգրկվել են ցուցակում։ Դրանից հետո անցնում է հաջորդ փուլը, վարչությունը զրուցում է բոլոր տեխնացուների հետ եւ որոշում է կայացնում վարչությունը, թե ովքեր են հաջորդ փուլ անցնում ցուցակում հայտնվելու համար եւ դրանից հետո արդեն որոշում կա, որ մեր համաժողովն է ընտրելու ցուցակի կազմը, ցուցակի հերթականությունը, այսինքն մաքսիմում ժողովրդավար ու թափանցիկ, ինչպես մեր բոլոր այն ընտրություններն են, որոնք տեղի են ունենում, այդ թվում թե երկրի մասշտաբով թե ներկուսակցական ընտրությունները եւ հələ ժամանակ ունենք այդ գործընթացը գնում է, տեսնում եք նաեւ վարչապետի հրապարակումներով մեր կուսակից ընկերները հերթով փուլերով անցնում են, որ լինեն ցուցակում կամ չլինեն ցուցակում։ Ես լինել թե չլինել ցուցակում, ես բնականաբար Շիրակի մարզպետն եմ, նախընտրական շտաբի պետն եմ լինելու եւ բնականաբար ցուցակում եմ։ Այդպես է, այսինքն մարզպետն է լինում բոլոր մարզերում նախընտրական շտաբի պետը քաղաքացիական պայմաններ, այդպես է որոշված։ Այո, բոլոր մարզերում լինելու են մարզպետները, շտաբի պետերը, շտաբի պատասխանատուները եւ բնականաբար որպես շտաբի պետ լինելու է ցուցակում։ Որ համար ենք լինելու, ինչ է լինելու, ընդհանուր առմամբ հետաքրքիր չէ, չեմ էլ հետաքրքրում այդ մասով, իհարկե եմ ասում համաժողովն է աշխատում այդ ուղղությամբ, համաժողովն է որոշելու, հետաքրքիր չէ դե որ համարն են լինելու, որտեղ որպես այդպեսին ես Շիրակի մարզպետն եմ եւ մենք մեր աշխատանքն ենք անում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարածքային գրասենյակը վերաբացվելու է, վերակազմավորվելու է, ինչ եղավ։ Նայեք, մենք գրասենյակ ունենք բնականաբար Գյումրիում, տարածքային կառույց ունեինք, որը լուծարվել է, այդ տարածքային խորհրդի անդամներն էին, վերահսկողներ, որը Գյումրու թիմի ընտրություններից հետո լուծարվեց այդ տարածքային խորհուրդը եւ որպես այդպեսին տարածքային խորհուրդ չունենք հիմի։ Կառույցը կա,
գրասենյակը կա, կուսակցականները կային, որ լուծարվեց։ Վարչության որոշում էր, որի մեջ չեմ ուզում խորանալ, վարչության որոշում էր, որ այդ խորհուրդը լուծարվելու է։ Այսինքն խնդրահարույց լիքը խնդիրներով մարզի ղեկավարումը ձեր ձեռքերում եք պահում։ Ես կասեմ մեր թիմի ձեռքերում, որովհետև մի հոգու աշխատանք չէ Շիրակի մարզը կառավարելը, ու նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական պատասխանատվություն կրելը, մենք մեր թիմով ենք աշխատում։ Պաշտոնավարման մեկ տարում ինչ խնդիր եք դրել առաջնահերթ լուծելու, հասցրել եք թե չէ։ Տեսեք, Շիրակի մարզում խնդիրներն այնքան շատ են ու այն իմ տարբեր ժամանակների թե փոխքաղաքապետ որպես թե որպես պատգամավոր թե ուղղակի որպես քաղաքացի խնդիրները շատ են ֆիքսել ու որպես այդպեսի մենք չէինք կենտրոնացել թե մի խնդիր վերջնական լուծվելու է, որովհետև չկա մի խնդիր, որ հնարավոր լինի վերջնական լուծել այսքան ժամանակահատվածում, բայց մենք սկզբունքներն էինք որտեղ գրել, որ չի լինելու անորակ շինարարություն, չի լինելու հետևողական ենք լինելու կրթության որակին, հետևողական ենք լինելու առողջապահության համակարգին, նաև մարզպետարաններ ու այլ պետական կառույցներ աշխատանքի տեղավորման վայրեր չեն, որ ավել հաստիկներ բացեն, մենք սկզբունքներն էինք ֆիքսել ու այդ սկզբունքներով առաջ ենք գնում, մեզ հաջողվել է այդ առաջ օրվանից իմ գծած կարմիր գծերը մեր թիմը պահել է ու շարունակում ենք պահել, թե ավել հաստիկների հետ կապված թե շինարարության, թե առողջապահության ու կրթության եւ որպես այդպիսին խնդիրները պայտակ են առաջանում, օրինակ ասենք թիպի է լինում Գյումրիում, տանիքներն են տանում, այդ խնդիրը այդ պահին հենց նպատակ է դառնում այդ մարդկանց հարցերը կարգավորելու։ Կարգուտ է լինում, կարգդահարություն, բերք խնդիր է առաջանում արագ այդ հարցը կարգավորել, այսինքն ընթացիկ խնդիրներ կան, որոնք շատ արագ լուծելու սկիզբ ու վերջ ունի։ Բայց միանշանակ Գյումրիում կան նաև ու Շիրակի մարզում կան նաև 37 տարի ծառացած խնդիրներ, որոնք որպես այդպիսին նպատակ են այդ խնդիրները լուծելու։ Հաջողել են կարծոք այդ խնդիրները ամբողջությամբ լուծելու, բնականաբար դեռ ոչ, որովհետև շատ ու շատ անելիքներ կան։ Կարմիր գծերից նշեցիք, այսինքն ուռճացված հաստիկների միայն դուք մարզպետի աշխատակազմում եք տեսնում, թե ոլորտային ուռճացված հաստիկներ կային, հասցրեցիք մաքրել։ Մարզպետի աշխատակազմում հնարավոր չէ իրականում ուռճացնել հաստիկները, մարզպետի աշխատակազմում չի լինում ուռճացնել հաստիկները, այն մնացած տեղերում, որտեղ հնարավորություն կար ուռճացնել այդ հաստիկները, փորձում ենք այդ հաստիկները վերանայել, տարբեր տեղերում ենք աուդիտներ են գնում, որը հանում է հենց այն հաստիկները, որոնք ավելի նոր են կամ դրույքներն են, ավելի շատ դրույքներն են, մի քիչ ավելի բարձր կրված, այդ կարգավորենք, որովհետև իրականում տեսեք ինքը երկու կողմանի է, առաջի հայացքից գործազրկության մեծ մակարդակ ունեցող Գյումրիում դու եւս մեկ գործազուրկ ես ավելացնում կամ ցածր աշխատավարձ իրականում հիմնականում փորձել ենք մարդկանց աշխատանքից չհանել այն ավելնոր ծանրաբեռնվածությունը որ հաստիկների կես դրույքից որ այդ են փորձել կարգավորել որովհետեւ մարդիկ աշխատանքից չզրկեն բայց միևնույն ժամանակ ինքը աշտարել չէ այն մարդու հանդեպ որը աշխատում է որովհետև այդ դեպքերում հիմնականում այդ ուռճացված հաստիկների պարագայում կան մարդիկ, որոնք չեն աշխատում ու ստանում են աշխատավարձ եւ կան մարդիկ, որոնք աշխատում են ու ստանում են աշխատավարձ։ Ես ավելի հակված եմ, որ մենք կանգնենք այն մարդկանց կողքին, որոնք աշխատում են։ Արտաշ չի այն մարդու հանդեպ, որը աշխատում է ու ստանում է այնքան աշխատավարձ, ով իր ուժերի կամ իր հաստիկի կեսով չափեկոն է աշխատում։ Ես հակված եմ հավասարությունը պահելու, իսկ այդ ամեն ինչից իրականում տուժելու է յուրաքանչյուր ոլորտ, լինի առողջապահություն, կրթություն, մարզպետարան, համայնքապետարան, ոլորտն է տուժելու։ Էլ եմ ասում, գիտակցելով, հասկանալով, որ մեր քաղաքին ամեն մի գործազուրկն էլ խնդիր է, բայց ես հակված եմ այն մտքին, որ եթե այդ մեկ կամ երկու գործազուրկով լուծվելու է համակարգի բարելավման ճանապարհ, որը սպասարկում է ամբողջ Գյումրին կամ ամբողջ մարզը, մենք գնանք այդ ճանապարհով։ Ռեֆորմները գիտեք, ես միշտ ասել եմ ցավոտ են լինելու, ցավոտ են, բայց ես սիրում եմ ռեֆորմներ, որովհետև դա է առաջ մղելու մեր քաղաքն ու մարզը։ Եկած օրվանից, պաշտոնի նշանակման օրվանից մի բան եք նշում, իներցիոն վիճակից, աշխատանքի իներցիոն վիճակից դուրս բերել։ Հաջողել է ձեզ դուրս բերել եւ տարածքային կառավարման պատասխանատվություն կրող որպես նաեւ ամենախոշոր համայնքի հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրիի մասով ունեք Ինչպիսի կառավարում է, ինչ վիճակում է քաղաքի կառավարումը
պատասխանատվության, պարտավորություն կիսում եք, թե չէ։ Տեսեք, կամ իներցիոն կառավարմանը իմ կարծիքով այն փոփոխությունը, որը մենք արել ենք, իրականում հենց այդ ոչ իներցիոն կառավարման մոդելն է, մեր ամբողջ օրվա աշխատակազմի մեծ մասի, ամբողջ օրվա աշխատանքի երևի թե 80%-ը մանավանդ մեր են գործընկերների հայացողական խորհրդականներ, օգնականներ, փոխմարզբեդ, որոնց ամբողջ իրենց օրվա աշխատանքի 80%-ը մարզբեդարանի աշխատակազմի լիազորություններ չի փոխում։ Մենք առաջի օրվանից ողջագրել ենք, որ Շիրակի մարզը մեր համար սկսվում է ցուցանագիծ, Շիրակի մարզ մտնելուց ավարտվում է Բավրայի մաքսակետից եւ իմ համար մեկ է այդ ներսում տեղի ունեցող կամ պետական կառույցները մեր ենթակայության տակ են, թե ենթակայության չեն, որտեղ մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի փոփոխման համար ու մեր ամբողջ աշխատանքի երևի թե ահռելի մասը կոնկրետ մեր գործառույթներից չի փոխում։ Այսինքն կան շինարարություններ, որոնց հանդեպ մարզպետարանը վերահսկողություն ու լիազորություն չունի, կան կառույցներ, որոնց հանդեպ մարզպետարանը վերահսկողություն, լիազորություն չունի, բայց մեր համար սկզբունքն է, որ մենք պատասխանատու ենք ամեն ինչի համար մարզում ու մեր համար մեկ է մեր լիազորություն տակի թե չէ մեր գործընկերները, մեր աշխատանքային խմբերը, որոնք ստեղծել ենք, լինում են բոլոր տեղերում, վերահսկում են ամեն ինչ, ինչ հնարավոր է վերահսկել եւ մենք մեր գործունեությունը ծավալում ենք ամբողջ մարզի մասշտաբով, ոչ թե կոնկրետ ինչ որ մենք անելու ենք, երևի թե իներցիոն կառավարման փոփոխությունները հետ մենք կարող ենք ուղղակի գնալ այն ճանապարհով, ինչ որ մեր լիազորությունն է, մնացածը մերը չէ, ոստիկանություն լինի, կադաստր լինի, անձնագրային լինի, հիվանդանոց լինի, մի արդեն հիվանդանոցներն էլ են տեղ գնացել, թե առողջապահության շինարարություն լինի, որի պատվիրատուն մենք չենք։ Մենք այդ ճանապարհով չենք գնում, մենք պատասխանատվություն ենք զգում մեր վրա յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի համար։ Իսկ Գյումրու հետ կապված Գյումրին դե ամենամեծ պարտությունները Գյումրին ունի, որովհետև երկար տարիներ արդեն այս պրոցեսից դուրս գալը պետք է իրականում այս ամեն ինչից դժում է միայն գյումրեցին ու Գյումրին, այս ամեն ինչը հետ է գցում քաղաքը, այս ամեն ինչը քաղաքի անում են բնականաբար մենք մեր մասով պատասխանատվություն զգում ենք որպես մարզպետարան, որպես գյումրեցի ու այն աշխատանքները, որոնք Գյումրիում տեղի ունենում, մենք էլ մեր մեծ ներդրումն ունենք, կան աշխատանքներ, որոնք մեր հենց տիրույթում են կազմակերպվում են մեր կողմից կան աշխատանքներ, որոնք համատեղ մեր ավականիների հետ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականիների հետ աշխատանքի արդյունքում է լինում ու նաև կան աշխատանքներ, որոնք հենց համայնքապետարանի, համայնքապետի հետ աշխատանքի արդյունքում են հաջողվում։ Որովհետև այնինչ կապված է քաղաքապետարանի հետ հանկարծ մի հատ իրավական հարթությունը մի հատ հարց է բարձրացվում կամ ինչ որ հակակոռուպցիոն կոմիտեից, քննչական կոմիտեից մի հայտարարություն է լինում մի անգամից սկսում է քաղաքում ուր որ է էլի կհասունանա կառավարման ճգնաժամ։ Տեսեք, ամեն դեպքում, եթե քաղաքապետարանում անորոշություններ են, եթե նման ինքը հենց մարմինը հանգիստ չէ, բնականաբար բոլոր մարմնի մասերը նաև անհանգիստ են լինելու ու բոլոր բաժինները կամ մնացած ամբողջ կառույցը սկսելու է վատ աշխատել։ Այդ նորմալ բնականon երևույթ է, ինչքան է ուզում ես մարզպետարանը, որ մարզպետ չլինի ժամանակավոր պաշտոնակատար լինի, այդ կառավարման ծերներ ժամանակավոր պետք է լինի։ Այսինքն պատասխանատվությունը այդ չափով չեն կարողանալու կրեն ժամանակավոր պաշտոնակատարներ, ոնց որ անձը այդ ամբողջ այդ ինչ տեղի է ունենում, իրականում այո, խաթարելու է թե քաղաքապետարանի աշխատանքը, թե քաղաքի բնականon զարգացումը, բայց միևնույն ժամանակ այն ինչ որ լինում են Գյումրու քաղաքապետարանում, ես որպես մարզպետ իմ համար իրավական գործընթացում մենք որևէ առնչություն չունենք ու որևէ ներգրավվածություն չունենք, քաղաքական առումով բնականաբար հասկանալի է քաղաքացիական պայմանագիր կուսակցության արժեքներն ու դիրքորոշումները չեն համապատասխանում կոմունիստական կուսակցության դիրքորոշումներին, այդտեղ էլ մենք խորը հարցունաշան խզում ունենք, բայց այդ չի կարող այդ խզումները բերել նեղացվածության, չի կարող այդ խզումները բերել անձնական դաշտ, այդ ամեն ինչից դուժելու է քաղաքը ու այդ երկու հարթությունները, որ դուրս է անում, որով ընդհանրապես չկա որևէ կետ, որով կարելի է համընկնել, միակ համընկնող կետը Գյումրին է, Գյումրու շահն է ու բնականաբար մարզպետարանը որպես լիազոր մարմին, մարզպետարանը որպես վերահսկող մարմին, կառավարության ներկայացուցիչ
աշխատում ենք Գյումրու քաղաքապետարանի հետ, ինչպես բոլոր մեր մյուս 5 համայնքի ղեկավարների հետ, մենք ընդդիմադիր ունենք ընդդիմադիր համայնքի ղեկավար, որով բոլորի հետ աշխատում ենք, որովհետև հասկանալով գիտակցելով, որ դա ամեն ինչից դու եթե որևէ հարց չի ընտանում հարց, դրանից դժելու է գյումրեցին։ Իսկ մեր կառավարությունը ու ես այստեղ անում ենք ամեն ինչ հնարավոր է գյումրեցու համար կամ Շիրակի մարզի բնակչի համար։ Այստեղ էլ եմ ասում, քաղաքական կամ իրավական գործընթացները չեն կարող ինձ խանգարել Գյումրու բնակչի համար, օրինակ Շիրակացի փողոցի վերականգնման կամ 58 տաղանի թաղամասի կամ մանկապարտեզների կամ դրոցների։ Մենք հիմի 3 մանկապարտեզի մրցույթ ենք հայտարարել, որից 2-ը Գյումրիում է։ Մոտեցումն ու ուզում եմ հասկանալ որն է, այսինքն եթե Գյումրիում է, Գյումրիում քաղաքապատկան է քաղաքն էլ այլ ուժի ներկայացուցիչ է կառավարում, մենք այդ մանկապարտեզներին գործ չենք անում, չէ հակառակը, երկրի վարչապետի դիրքորոշումն էլ է հենց այդ, որ այն ինչ արվել էր Գյումրիում, արվում է Գյումրիում, շարունակվելու է արվել Գյումրիի համար, գյումրեցիների համար։ Այդ որևէ մեկի անձի կամ կուսակցության համար չի արվում, արվում է գյումրեցիների համար, մենք էլ մեծ սիրով անում ենք այդ աշխատանքը։ Նաև գիտեմ ձեր վերաբերմունքը բյուրոկրատական քաշքշուկների հանդեպ, այդ փաստաթղթավորում, ամեն ինչ հետաձգումներ, բայց արդյոք այդ պտույտում չի հայտնվել քաղաքապետարանը, ասեմ ինչու, ուղիղ աշխատանք կառավարության հետ չկա, դիմումները գալիս է մարզպետարան ուղարկում է կառավարություն եւ հետադարձ պատասխանը գալիս է մարզպետարան, հետո նոր քաղաքապետարան։ Տեսեք, այդտեղ էլ հիշում եք աղմուկ բարձրացվեց, թե ինչի համար է այդպես լինում, բոլոր տեղերում է այդպես։ Բոլոր տեղերում այդպես է, կառավարությունը մարզում մարզպետարանն է։ Այսինքն, եթե որևէ գրագրություն կա քաղաքապետարան, նախարարություն, քաղաքապետարան, վարչապետի աշխատակազմ կամ այլ, այդ բոլորը տեղի ունենում մարզպետարանի միջոցով։ Այդ պարագայում, եթե օրինակ մենք ասում ենք, թե ինչի համար է X դիմումը միանգամից չի գնում վարչապետին կամ միանգամից չի գնում նախարարին, գալիս է մարզպետարանով պատտվելու։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը մարզպետարանով է։ Այսինքն այնպես չի, որ այդ 1 դիմումի խնդիրներ կամ 5 դիմումի խնդիրներ։ Բոլոր համայնքները ամբողջ փաստաթղթաշրջանառությունը անում են մարզպետարանի միջոցով, որովհետև մարզպետարանը բաներ կա, որ հենց տեղում է դիմումը գալուց հետո կարողանում է լուծում տալ այդ խնդրին, էլ չգնա հասնի կառավարությունից նորից հետ կամ մեզ եւ այլ մեր վարչությունները շատ դեպքերում սուբվենցիոն ծրագրեր կամ ֆինանսական հարցերի հաշվետվականությունները որ կան, հաշվետվությունները մեր մոտ ստուգում են ավականու որոշումները բոլորը գալիս են մարզպետարան, այսինքն այնպես չի որ նորություններ, որ մարզպետարան են կառուցներ, որ բոլոր համայնքների թղթաշրջանառությունը գնալու է մարզպետարանի միջոցով։ Այդ որպես այդպիսի նորություն չէր, այդ միշտ էլ այդպես եղել է ու շարունակում է այդպես լինել, ավելին ասեմ, այն ժամանակ, երբ որ մենք փոխքաղաքապետ էինք, մենք նույն ձևով էինք աշխատում։ Այստեղ աղմուկի որպես այդպիսի բան չկար, ինքը մեխանիզմն է այդպես տրված։ Դիմումներին արագ արձագանքելու, պատասխանելու խնդիրն է այստեղ։ Օրինակ, որոշակի համայնքապատկան գույքեր քաղաքում գտնվող համայնքին վերադարձնելու խնդիր կա, որը պետական գույքի կառավարմանն են դիմել եւ այլն եւ այլն։ Դա էլ ի վերջո պատտվում է մարզպետարանով այդպիսի հարցեր։ Բոլոր դիմումները մարզպետարանով են պատտվում, նաեւ մյուս համայնքներին էլ է դա վերաբերում, ընդհանուր բոլոր մարզերում է այդպես։ Մարզպետարանը դեպքում պիտի տեղյակ լինի այդ գործունեությունը ինչ է տեղի ունենում, որովհետև կառավարությունը մարզպետին է հարցնելու, ել եմ ասում, մարզում կառավարությունը մարզպետն է։ Մարզպետը կառավարության ներկայացուցիչն է, որը լիազորություն եւ իրավասություն ունի այդ հարցերը քննարկելու ու բարձրաձայնելու, առաջ տանելու։ Հետո դուք ճիշտ եք ասում, այդ բյուրոկրատական թղթաբանությունը շատ դեպքերում մենք մեր աշխատանքները ավելի հաջող ստացում են ժամանակ, երբ որ այդ գրությունները նայելուց հետո հեռախոսով փորձում ես զանգել քո գործընկերներին, որ արագ հնարավոր լինի լուծումներ տալ։ Ես ավելի շատ հեռախոսով եմ շփվում իմ գործընկերների հետ, քան գրագրություն, որովհետև հասկանում ենք բաժնից վարչություն, վարչությունից տեղագալիս նախարար, հետո այդ նույն հերթականությամբ հետ իմ մոդել նույն ձևով միջև բարձրանում վերև։ Հեռախոսով շատ արագ է դա ամեն ինչ կարգավորում, շատ հարցեր կան, որ մենք հեռախոսով ավելի հեշտ ենք կարգավորում։ Բոլոր տեղերն այդպես է, որպես այդպիսի նորություն չկա, իսկ պետգույքի հետ կապված գործը այնպես չի ելի, որ համայնքը նույն ձևով կարող եմ ասել, որ պետգույքն է դիմում համայնքին, էլի մարզպետարանի միջոցով, որ այս ինչ գույքը համայնքապատկան է, պետգույքը ուզում է վերցնել իր բալանսի տակ, որ ինչ-որ ծրագիր անի, համայնքն է այնտեղից մերժում։ Այդ նպատակահարմարության խնդիր է ու նաև Գյումրու հետ կապված մենք այնքան պետգույքեր ունենք, ոչ պետգույքեր չէ, մենք այնքան համայնքապատկան գույքեր ունենք, որոնք ժամանակին ու նաև հիմի ճիշտ չեն օգտագործվել, մի արդյոք նպատակահարմար է այդ գույքերը նորից
ցանկը ավելացնել, այլ կույկեր տալ։ Հետո ինքնանպատակ չէ, ուզում ենք տվեք։ Երբ որ ամենաառաջի պատասխանը, որը կրնում է համայնքապետարանը, կապ չունի, որ համայնքապետարանը այդ կույկը ինչ միջոցներով է վերականգնելու, այդ կույկը ինչ միջոցներով է կառուցելու կամ ինչ է անելու այդ կույկը, բան չէ, ինքը պետ կույկից բալանսից հանել տալ համայնքին կամ համայնքից հանել տալ պետ կույկին, նույն բանն է։ Երկու դեպքում էլ հիմնավորումներ լինեն, թե ինչի համար է դա ամեն ինչը։ Մոտավորապես այդ համատեքստում օրինակ քաղաքը սուբվենցիոն փաթեթ է ներկայացրել ջերմակ հիվանդանոցի վերականգնում, մուշում կիսակառույցների հիմքի վրա 100 բնակարան կառուցում եւ այլն։ Հաստատվածներ կան։ Այդ ծրագրերը իրենք նախատեսել են, եթե չեմ, մեր մոտ չի եկել 26 թվականի փաթեթները չեն հասել փաթեթները սուբվենցիոն 26 թվականի սուբվենցիոն փաթեթները ստուդից իրենք են քննարկում մեր մոտ 25 թվականի սուբվենցիոն փաթեթներ են, այդ բոլորը նախագծեր են, որը դառնալու են հետագայում փաթեթներ նաև բանի ավականու հաստատումով եւ նոր գալու են մարզպետարան։ Մենք 26 թվականի սուբվենցիոն հայտերը դեռ չենք մշակում, դեռ չենք նայում, այսինքն իրենք այն ինչի մասին խոսում են, այդ բոլոր ծրագրերը նպատակներ են, իրանց վրա աշխատանքներ են տարվում համայնքապետարանները 26 թվականի սուբվենցիային ներկայացնելու համար։ Երբ որ ավականին կհաստատի, երբ որ 26 թվականի սուբվենցիան կգա, արդեն կառավարություն, մարզպետարան հետո կառավարություն, այդ ժամանակ արդեն կտրվի քննարկման։ Մենք առաջնահերթություններ ունենք, կառավարությունը որտեղ գրած դիրքորոշում ունի ու առաջնահերթություններ, որոնք են հաստատվելու, որոնք առաջնահերթությամբ հաստատվելու, որոնք ոչ առաջնահերթությամբ են հաստատվելու։ Երբ որ փաթեթը կներկայացնի Գյումրու քաղաքապետարան կամ ընդհանուր առմամբ, այստեղ կմնայեք էլի մենք Գյումրի ենք, Գյումրու մասին ենք խոսում, ստացվում է, որ մենք որպես այդպիսի խնդիր ունենք կառավարություն Գյումրու քաղաքապետարան, մարզպետարան, չէ, բոլոր համայնքներում նույն մոդելն է, որպես այդպիսին չկա տարբերություն, 26 թվականի ժամկետներ կան, թե երբ են ներկայացնելու սուբվենցիոն ծրագրերը, իրանք կներկայացնեն այդ ծրագրերը, այդ ժամանակ բոլորը տրվելու է կոմիտեն քննարկելու, ոնց որ միշտ եղել է ու շարունակում է լինել, էլ եմ ասում, այստեղ որ մոդեցում չկա, թե այստեղի համայնքապետը մերն է, այստեղինը չէ, համայնքապետը մեր քաղաքացիական պայմանագիրին է, չէ, Սյունիքի մի մասը հասկանալի է քաղաքացիական պայմանագիրի համայնքապետը չի, երևի թե երկրում 1/3-ը քաղաքացիական 1/3-ը ցավել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համայնքի ղեկավարները չեն, բայց այդ բոլոր համայնքներում աշխատանքները ոնց եղել է գնացել ու շարունակում է գնալ։ Թե դոտացիաների աճը, թե սուբվենցիաների աճը, ել եմ ասում, մեր կառավարությունը չի նայում համայնքապետը ով է, որովհետև այդ աշխատանքները չի արում համայնքապետի համար, այդ աշխատանքներն արում է բնակչի համար։ Գյումրիի դոտացիան 26 թվականին աճել է եւ ընդհանուր մարզինը բնականաբար աճել է, Գյումրին 25 թվականին եղել է 4 միլիարդ, 26 թվականին դարձել է 4 միլիարդ 450 միլիոնից ավել, 450 միլիոն դրամի աճել է, նաև աճել է մնացած բոլոր 6 համայնքների դոտացիաները, մի ընդհանուր թիվը չեմ կարող նշել, թե ինչ թվով է աճել Գյումրիներ մոտս ֆիքսված, բայց բնականաբար աճ ունի ու ամեն տարի աճ ունի, թե դոտացիաները, թե սուբվենցիոն հաստատված հայտերը։ Դեկտեմբերի 7 օրվա նարատիվը, այսպես ասեմ, օրակարգի առաջնահերթությունը այս տարի այլ էր, եկեղեցու ստեղծված իրավիճակը ետին պլան թողեց կարծես թե անօթևանության խնդրի լուծման հարցի քննարկումը եւ կառավարության ներկայացուցիչներն այդ հարցը ուղղելը։ 22 թվականից շրջանառվում է նախագիծ, որոշման նախագիծ, որտեղ որոշակի առաջարկվում են անօթևանության խնդրի լուծման տարբերակներ եւ այդ նախագիծը 2024 թվականից շրջանառվող այդ նախագիծը կա Շիրակի մարզպետարանում։ Ինչ առաջարկների մասին է խոսքը, որովհետև այդ առաջարկները կազմվելու են ըստ ընտանեկան պատմությունների, ըստ բնակարանային խնդիրների։ Տեսեք, նախ անօթևանությունն ու տնագրերում բնակվող անօթևանության կարգավիճակ ունեցող, այսինքն երկրաշարժից բնակարան կորցրած մարդկանց մասին է խոսքը, ինքը մոտ 450 ընտանիք են, իսկ տնագրերը որպես այդպիսի Գյումրում 2500-ից ավել են։ 2519 ավել են, այսինքն այդտեղ էլ մի քիչ տարբերություն կա, իհարկե բնակչի համար
տնակում ապրող մարդու համար լրիվ մեկ է, թե ինքը կարգավիճակ ունի թե չունի, ինքը նույն վատ պայմաններում է ապրում, այդ հասկանալի է, բայց կառավարություն պետություն ունի պարտավորություն 450, մոտ 450 հստակ թիվի մեջ ասեմ, մոտ 450 ընտանիքի հետ կապված։ Մենք այս տարի 7 ՊԳՎ-ի ծրագիր ենք տվել մոտ 70 միլիոն։ Դա գյուղական համայնքներում չէ։ Գյումրիից չի եղել է։ Եթե չեմ սխալվում, Գյումրիից էլ ենք ունեցել, որովհետև այդ ՊԳՎ-ները նաև դատական համակարգով վերականգնված քաղաքացիների իրավունքները վերականգնած մարդկանց ՊԳՎ-ներն են։ Այդ 7 ՊԳՎ եղել 70 միլիոնից ավել, մոտ 70 միլիոն։ Իսկ ծրագրերը տարբեր են, տեսեք, քննարկվում է ՊԳՎ-ի տարբերակը։ Նախ բացի դրանից նաև կան առաջարկներ համայնքապատկան, պետգույքին պատկանող շինություններ կան, որոնք կարելի է վերակառուցել, օրինակ Ազգային Սարգսյան փողոցի վրա հանրակացարաններ ունենք, Մանկավարժականի նախկին շենքերն ունենք, մենք այլ շենքեր ունենք նաև Սամարիտեր հիվանդանոց, բայց Սամարիտեր հիվանդանոցը մի տեղափոխվելու է երկրորդ պոլիկլինիկան է տեղափոխվում Սամարիտեր հիվանդանոց ժամանակավոր։ Տեսչական կառույցներն են փոքր մաս են տեսչական կառույցները զբաղեցնում, որպես այդպես եթե որոշում կայացվեր, որ ինքը բնակելի պիտի դառնա, տեսչականներ հարցը լուծվեր, բայց նաև մենք այն չօգտագործող տարածք տեղափոխում ենք երկրորդ պոլիկլինիկայի անձնակազմը, որովհետեւ արդեն մրցույթը հայտարարվել է երկրորդ պոլիկլինիկայի շինարարության նպատակներից ամենակարևորը իմ համար երկրորդ պոլիկլինիկայի հիմնանորոգումն է։ Մենք տեղափոխել ենք նախագիծ, այսինքն նախագիծը կա, արդեն շինարարության մրցույթն ենք հայտարարում։ Արդեն շինարարության մրցույթն ենք հայտարարում։ Այսինքն կա նաև այդ տարբերակը պետական շենքեր կան, որոնք կարելի է հիմնանորոգել ու բնակարաններ դարձնել։ Աշխատում ենք համայնքական հիմնադրամի հետ, Մուշի ծրագրի շարունակության հետ կապված, քաղաքապետարանի այդտեղ հողի հետ կապված խնդիրներ կար, լուծել է քաղաքապետարանը ու կադաստրային քարտեզի հետ կապված խնդիրներ կան, դրանք են լուծում, որ մենք համայնքական հիմնադրամում եւս այդտեղ շարունակություն Մուշի շենքեր են կառուցելու։ ՊԳՎ-ի ծրագիրը ամեն դեպքում կա, բայց ել եմ ասում ես իմ համար շատ ցավոտ թեմա է, որովհետև 37 տարի անց մենք նորից նույն նախադասություն ենք արտաբերում։ 37 տարի անց մենք ասում ենք ժամանակավոր տնագուն բանակավոր, չի լինում 37 տարի ժամանակավոր։ Ժամանակավոր լինում է 1, 2, 5, 6 ամիս, մի տարի լավ։ Մենք նորից այս ամեն ինչի մասին ենք խոսում ու ինձնից կախված այն ամենահնարավորինը անում ենք, որ մենք 26 թվականի դեկտեմբերի 7-ին այս մասին էլ չխոսանք։ Իրականում բոլոր ժամանակների Չէ, կառավարության ծրագիրը մինչև 2027 թվականի համար է ամեն դեպքում։ Հասկանում եմ, բայց ինքը հեշտ գործընթաց չի, այսինքն ինքը գիտեք ինչ է, մի գործընթաց չի էլի, որ խնդիրը լուծման համար անհրաժեշտ է 10 միլիարդ ենթադրենք ու բերես կա 450 ընտանիք, կա 10 միլիարդ, այդ միանգամից բերես այդ 10 միլիարդը 450 ընտանիքներին ու խնդիրը ամբողջությամբ փակես։ Այդպես հեշտ չի դա ամենը, ասում եմ, այս 7 ընտանիքները անօթևանների կարգավիճակ ունեցողի իրավունքը վերականգնվել են դատական համակարգով, այսինքն կան նաև մարդիկ, որոնք այդ չարավաստիկ որոշումից հետո 2008 թվականի եթե չեմ սխալվում, որ չեն ընդգրկվելու շատ մարդիկ այստեղ չեն եղել, շատ այն ժամանակ համացանցը այս տարածումը չուներ, Facebook-ը որպես այդ ինֆորմացիան չէր ասում, շատերը երկրում չեն եղել, այդ մարդիկ գալիս են մի դատական համակարգով վերականգնում են։ Այդ ինքը բան չի էլ եմ ասում, շատ դժվար է միանգամից վերցնել հաշվել, որ պետք է այսքան գումար, հատկացնել այսքան գումար ու խնդիրը միանգամից փակել։ Բայց ամեն մեկի խնդիրը լուծելն էլ մեր համար շատ կարևոր է ու փորձում ենք կողմերը քիչ առաջ գնալ։ Խնդրահարույցը նաև այս տնակների այն է, որ հարևան համայնքներից են եկել եւ տնակները գնել եւ այսօր բնակվում են ըստ էության իրենք էլ համարում են տնակի բնակիչ, բայց ոչ մի կարգավիճակ չունենալով։ Այդ հենց այն մարդիկ են, որոնց մոտ 2000-ից ավելի խոսում ենք տնագի, իհարկե շատ տնագներ կան, որ ընդհանրապես բնակեցվեցի, չէ, համայնքապետարանը դե տնագները ապամոնտաժի, իրականում համայնքապետարանը պետք է տարբեր ժամանակներում ՊԿՎ կամ տնագարան ստացած մարդկանց տնագներն էլ ապամոնտաժեր, որ իրանք չկարողանային տարբեր գյուղերից կամ հենց քաղաքից գային բարձով վերցնեն մնային։ Այդ պատկերը չէինք ունենա, եթե ամբողջ օրենքի համակարգով տեղի ունենա։
Գյուղերում կիսակառույցներ ինչ եղան, այդպիսի ծրագիր կար, չէ, պետական աջակցությամբ գյուղերում բնակարանները վերանորոգում էին կիսակառույցները եւ տրամադրում անօթեւ ընտանիքներ, ովքեր տնակում են բնակվում գյուղերի։ Այդ ծրագրի ընթացքը ինչպիսին է։ Ճիշտն ասած, այդ ծրագրին այդքան ծանոթ չեմ կարող ասել կիսակառույցները Գյուղական բնակարանաշինության ծրագրի Գյուղական բնակարանաշինության հետ նկատում եք 16 միլիոն դրամի, Շիրակի մարզին չի վերաբերում ցավոք, ինքը սահմանամերձի մեր սահմանամերձ գյուղի բնակիչները ասելու են դե մենք էլ ենք սահմանամերձ Վրաստանի կամ Թուրքիայի սահմանին ենք, չէ, սա մենք Տավուշի մարզում են շատ լայն թափ ունի 16 միլիոնանոց ծրագիրը, խոսել եմ կառավարության հետ, ասել եմ դե ինչ տարբերություն ես մեր բնակիչների պես ինչ տարբերություն սահմանամերձ է, բայց ամեն դեպքում կառավարության որոշում կա, որ այդ լինելու է Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում, այսինքն Սյունիքում, Տավուշում, այդ մարզերում են այդ ծրագրերը իրագործվում եւ ասեմ շատ հաջողված ծրագիր է Մենք համայնքներ ունենք, որ կրկնագի ինչքան որ տուն կար այդ համայնքը այդ գյուղում, բնակավայրում, այդքան էլ նորից կառուցվում է, քաղաքացիները այդտեղ շատ ակտիվ են այդ ծրագրից օգտվում։ Ցավոք Գյումրի Շիրակի մարզին դա չի վերաբերվում։ Երկրագիտական թանգարանից։ Դուք այսօր որոշել եք բոլորին ցավոք տեղերին գտնել։ Այո, դուք բավականաչափ որոշակիորեն այսպես սրտացավորեն ընդունեցիք այդ հարցը։ Ես հիշում եմ երկրագիտական թանգարանի խնդիրը, հետո մեր լուսաբանությունից հետո ձեր այցը դա արդեն փաստացի դրամասներ։ Շենք չի գտնվում այս քաղաքում երկրագիտականի համար։ Տեսեք, երկրագիտական թանգարանի մասով հիշում եք Գյուլբենգյան հիվանդանոցի շենքի պատմությունը, հետո Լոզանի համալսարանի պատմությունը առաջ եկավ։ Ես վերջի ժամանակներն եմ սկսել զբաղվել երկրագիտական թանգարանով, նաև ձեր ռեպորտաժի շնորհիվ, չնայած մեր կառույցն է բնականաբար այցերը կար, բայց երբ որ մի հատ կողքի հայացքով ես նայում, ավելի տպավորիչ է ու այցելել եմ իրականում երբ որ հասկանում ես որ Գյումրիում ունես նմուշներ, որոնք ֆրանսիական ու եվրոպական շատ երկրների լավագույն թանգարաններում է տրվում, դու հբարտություն ես ապրում, որ Գյումրիից ես ու այդ նմուշները այստեղ են, ու միևնույն ժամանակ որպես պատկան մարմին, չասեմ ամաչում ես, բայց վատ ես զգում, որ այդ ամեն ինչ ուղղակի մի հատ տան մեջ, արգելերի մեջ է պահվում, ու փորձում ես ամեն ինչ անել, որ այդ շենքը պատմությունը, այդ շենք լինի եւ այդ պատմությունը կարողանաս նաեւ աշխարհին ցույց տալ։ Մենք այդ մասով որպես այդպեսին լուրջ առաջխաղացում չունենք անկեղծ ասեմ, որ մենք գիտեք այս արդեն եկի հասել ենք ընկետին, որ այս շենքը վերանորոգելու ենք, հիմնանորոգելու ենք, տալու ենք երկրագիտական թանգարան։ Չեմ ուզում նախորդ բաներ խոսել, որ հետո չստացվի դե Գյուլբենգյան հիվանդանոցի պես ասեցին, չարեցին, իրականում ես չեմ խոսում են, ինչի չեմ կարողանալու անել, դա հստակ չի արդեն։ Նպատակներ կան, տարբեր կիսակառույցներ ունենք, կիսափլված վիճակում շենքեր ունենք, որոնք պատկերացում ունենք, որ կարելի է այդտեղ տեղափոխել, ինքը մշակութային անկյուն կդառնա, մի քանի թանգարանների միացումով շատ հետաքրքիր զբոսաշրջանային վայր կդառնա։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը լուծել։ Որ խորանում ես խնդրի մեջ, թե ինչի Գյուլբենգյանի շենքի հաջողություն չունեցավ, երևի թե այն է, որ մեր իհարկե իրենց մեղավորությունն է, չէ, մեր տնօրինությունը երկրագիտական թանգարանի միանգամից նախագիծ էր արել թանգարանի շենքը հիմնանորոգելու, ինքը ահռելի մեծ արժեք էր ստացվել, 1.5 միլիարդից մինչև 2 միլիարդ էր ստացվել։ Բնականաբար միանգամից անօթևանության խնդիր ունեցող կամ փողոցաշինության, դպրոցաշինության, մանկապարտեզաշինության խնդիր ունեցող մարզում ու քաղաքում միանգամից 1.5-2 միլիարդ թանգարանը մի քիչ շատ բաներ լինելու, էլի ոչ համաչափ լուծում էր լինելու։ Ուղղակի այդտեղ երևի պետք էր հարկ վերանորոգել, մի քիչ ավելի ժիր լինել, այսպես ասեմ, 200 միլիոն, 300 միլիոնով կառավարությունից այդ գումարները քաշել, որպեսզի վերջում ունենայինք այն ինչ ունենք, բայց երբ որ միանգամից կառավարության ներկայացնում ես
1.5 միլիարդ դրամանոց ծրագիր հասկանալ է, որ կառավարությունը սկսում է մտածել առաջնահերթությունների Ախր նմուշները շատ են, մոտ 15,000 կտոր նմուշը, ինչպես 25,000 կտոր նմուշը եւ այդքանը տեղավորելու խնդիր ունեն։ Համաձայն եմ ու նաեւ մենք Ծիտողցունց տուն թանգարանում իհարկե պետք է ասեմ Ծիտողցունց տուն չէ, բայց մենք բոլորս այդպես գիտենք, Ծիտողցը դրա մասին էլ մոտ բարձրացվեց, Ծիտողցունց տուն թանգարանում մենք 3 թանգարանների գորգերի ցուցահանդես բացեցինք եւ մեր Գումարի Արկելոս թանգարանի, Երկրագիտական թանգարանի եւ Ծիտողցունց տուն թանգարանի գորգերը համատեղ ցուցադրություններ, շատ հետաքրքիր ցուցադրություններ ստացել, շատ անձամբ ուրախ եմ, որ մեր թանգարանները էլի կապ չունի համայնքապատկանը, թե pedagogan թանգարաններ են, իրանք իրար հետ համագործակցում են, որովհետև այդ բոլորիս արժեքն է, այդ բոլորիս հարստություններն են, ու նաև առաջարկ եղավ, որ քանի որ տարածք ունեն իրենք, պարբերաբար Երկրագիտական թանգարանի նմուշները ցուցադրել այդտեղ, իհարկե դա խնդրի լուծում չէ, բայց ամեն դեպքում այդ նմուշները նաև հնարավորություն կունենան ցուցադրելու մեր զբոսաշրջիկներին։ Այո, ժամանակավոր ցուցադրություններ լինում են, բայց ամեն դեպքում դա ելք չէ։ Համաձայն։ Ավարտենք գյուղ, մարդիկ, գործեր։ Մեկ սպանդանոց ասեք, պարոն Արոշանյան, որը գործում է, մենք էլ գնանք նկարենք։ Գիտեք, ես մեր մարզխորհրդի նիստին, եթե չեմ սխալվում, երկրորդ թե երրորդ ասացի, որ բոլոր համայնքներում մենք սպանդանոցներ պետք է ունենանք։ Եվ մենք Աշոսկոն սպանդանոցը արդեն pedagogan ծրագրերով լիզինգով ձեռք է բերել, շինարարական աշխատանքներն են գնում, ավարտական փուլ է հասել։ Համասյայում թղթաբանության խնդիրներ լուծում սպանդանոց լինելու։ Արտիգի եւ Ախուրյանի համայնքապետարանները ավականով որոշումը հանել են, դիմել են pedagogan աջակցության։ Դրանք շարժական էին, չէ՞, շարժական չէին, շարժական լիզինգային ծրագրով սպանդանոցային կետեր են լինելու, այսինքն Ախուրյանն ու Արտիգն էլ ավականով որոշումները կայացրել են, գումարները հատկացվել են, հիմա դիմել են կառավարության, որպեսզի լիզինգային այդ ծրագրից օգտվեն, պատվիրեն այդ տեխնիկան կհասնի Հայաստան ու արդեն մոնտաժվի որպես սպանդանոց։ Մնում է այդտեղ մեզ Անի համայնքը ու Չէ, Համասյան ասեցի։ Այս պահին գործող չունենք։ Այս պահին գործող չունենք, թղթաբանական այդ գործընթացներ են մնացել, ամբողջը արվել է, տրվել է այսինքն շինարարական մասը ավարտել ենք, Աշոցկինը, Համասյայինը ավարտված է, թղթաբանության հարցերն լիցենզիան վերցնել, էլ ամեն օր փոխմարզբը ամեն օրվա ռեժիմով խոսում է ՍԱՏՄ-ի հետ, էկոնոմիկայի նախարարության հետ եւ զեկուցում է, թե ինչ փուլում ենք գտնվում։ Մենք ցավոք չհասցրեցինք մինչև տարվա վերջ բոլոր 5 համայնքներում սպանդանոցներ ունենալ, բայց կարող եմ ասել, որ աշխատանքները գրեթե ավարտական փուլում են հասնում երկու համայնքներում, են երկուսը ավականու որոշումներն արդեն ունեն պատվիրել ենք, հաստատվելու է պատվիրեն, վստահ եմ հաստատվելու է, էլի հեռախոսը զանգի միջոցով շատ հեշտ ստացվել է այդ գործընթացը։ Հիմի արդեն մնում է միայն Անում էլ գիտեք սպանդանոց կար, որը չէր աշխատում, մասնավորի էր, հիմի համայնքապետը արդեն երկար ժամանակ բանակցում է սեփականատիրոջ հետ, որ փորձեն տալ նաև փորձեն վերցնել համայնքը սկսի շահագործել, այդ գործընթացում ենք, բայց ել եմ ասում, մենք ոնց ասել ենք, որ բոլոր համայնքներում ունենալու ենք, բացի Գյումրիից ունենալու ենք։ Նոր տարվա շեմին մսամթերքի վաճառք եւ եթե չեմ սխալվում 3 թե առաջին օրը ՍԱՏՄ-ն այստեղ է եւ ասեն 110 կիլոգրամ միս արգրավել է մեր մսի շուկայից։ Դրտում եք ասել բաները, որոնք ոչ եթերային են, այսինքն բարձ ասեմ, ես իմ գլխում փորձանք եմ բերելու, բայց ամեն դեպքում Գյումրիում 110 կիլո չեր միսը իրականում մի քիչ կարող է ավելի շատ լիներ, բայց ՍԱՏՄ-ն իր գործողություններն է արել, ես ասել եմ իմ համար խնդրահարույց է գետնի վրա դրած մսի վաճառքը։ Կարևոր է, գիտեք, ինչն է խնդիրը, աղմուկ բարձրացրեցին, էլի կային բլոգերներ, որոնք փորձեցին դրա վրա եւս քաղաքական դիվիդենտներ շահել, թե մենք ինչ ենք կնում սպանդանոցային մսին, մենք դիվերսիֆիկացնում ենք մեր շուկաները։ Երբ որ դիվերսիֆիկացնում ես քո շուկաները ու ենթադրենք մսամթերքի արտադրանք ուզում ես արտահանել, այդ մարդիկ առաջինը հարցնում են արդյոք ստանդարտներին համապատասխան են միսը, որ դու արտադրանք ես տվել։
Ստանդարտներին համապատասխանող կետը սպանդանոցային միսն է։ Այդ արդահանման խթանման համար է շատ կարևոր, դիվերսիֆիկացիայի համար է շատ կարևոր։ Երկրորդ, մեր ներքին սպառման համար է շատ կարևոր սպանդանոցային միսը։ Ինչպես չի որ էլի մենք կառավարություն աղիքի կառավարդարձնացող որոշեց, որ սպանդանոցային կան ստանդարտներ, կան չափորոշիչներ։ Բայց մսավաճառը ասում է սպանդանոց տվեք։ Հասկանում եմ դրա համար էլ մեր մսավաճառները շատերին ճանաչում են, գիտեն թե պատգամավոր եղած ժամանակ, թե մարզբոտ եղած ժամանակ հնարավորինս փորձել եմ աջակցել իրենց, իհարկե ոչ օրենքի կետերը խախտելով, բայց փորձել ենք այդ մարդկանց աջակցել, որպեսզի խնդիրներ չունենան, բայց աջակցման որևէ բան չկա, եթե հանգարց միսը կետին է վաճառում կամ ոչ սանիտարական պայմաններում։ Հիմա էլի ասում եմ այն ինչը գուցե եւ ասելու չի, բայց իրականությունն է դա։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ սպանդանոցներն իսկ սպանդանոցները վերջնական լինելուց հետո որևէ աջակցություն չի լինելու որևէ մսավաճառի, որովհետեւ ոչ սպանդանոցային միս կարողանան վաճառել։ Բոլոր մսերը պիտի լինեն Շիրակի մարզում սպանդանոցային ծագման։ Մենք ամեն ինչ անում ենք, համայնքներին մեր համայնքները 20 միլիոնից ավել գումար են այդ ամեն ինչի վրա հատանում։ Այդ էլ այնպես չի, որ իրանք պես ուզեցին ու արեցին, էլի երկար բացատրական աշխատանքներ հետներն աշխատել են, վերջում բերել հասել ենք այն կետին, որ չէ, պիտի լինի։ Համայնքները իրանք ավականները որոշումներ կայացրին, համայնքներ կան, որ 20 միլիոնը քիչ փող չէ, Հաշովսկի համար 20 միլիոնը քիչ փող չէ։ 2024-25 թվականների կարկտահարության վնասների փոխհատուցումը երբ է հասնելու գյուղացուն։ Մենք 78 միլիոն կառավարությունը տրամադրեց շենք շինությունների հիշում եք Գյումրիում մեծ ուժեղ քամի եղավ, ոչ միայն 78 միլիոնից ավել գումար էր, չէ, 78 մարզում, այսինքն հիմնականում ինքը Արտիգի, Ախուրյանի եւ Արտիգը հիմնականը Արտիգն ու երկու անգամ էր եղել, այդ երկու անգամի դուժազների ամբողջությամբ այդ գումարները փոխհատուցվել է, այն ինչ մեր օրենք ցույց է տալիս, թույլ է տալիս, նաեւ Գյումրին է։ Այդտեղ երկու փուլով մենք արեցինք, որովհետեւ կային մասնավոր տներ կամ շենք շինություններ, իրանց է հենց ուղիղ գումարները փոխանցվել է բանկով բնակչին եւ կային շենքեր, որոնք մի հոգու տուն չէր, տանիքներ էին փլվել, այդտեղ համատիրությունների միջոցով ենք այդ շենքերի կառուցումները, այսինքն գումարները մենք բնակիչներին միանգամից է փոխանցվել, ուղիղ իրենց է փոխանցվել, իսկ համատիրությունների մի մասը տվել ենք, մեր աշխատանքային խումբը հետևողական գնացել նայել է կառուցել են, թե չեն կառուցել, խնդիրներ կա թե չկա, դրանից հետո նոր մնացած մասն են գումարել, այս պայթերությամբ երեկվա դրությամբ 3 միլիոնի չափ չէինք փոխանցել, որովհետև վերջնական մեր խումբը չէր նայել, որ ամեն ինչ օքեյ չի, բայց եթե չեմ սխալվում, այսօր պետք է որ փոխանցած լինեն արդեն, որովհետև ասեն, որ վերջացել է։ Սա 78 միլիոնի մասին է։ Այդ 78 միլիոնի մասին է, իսկ կարգդահարության հետ կապված, գիտեք, 24 թվականին չէր եղել, 25 թվականի կարգդահարությանից հետո, երբ որ թվեր ամուսնությամբ ներկայացրեցին կառավարություն, նաև ներկայացրեցին 24 թվականի կարգդահարության հետևանքն եւ կառավարություն որոշում կայացրեց, որ 2 տարվան է տալու է։ Այս պայթերությամբ 240 միլիոն կառավարությունը հաստատել է մասնագի փոխհատուցում, այդ էլ ֆիքսենք, որ 40-ից 100% դուժազներին է հասնում, մասնագի փոխհատուցում է հասնում, այստեղ ուշացել է ինչի համար, ուշացել, որովհետև ինքը գործընթաց է, ինչ ձևով են տանում։ Մենք աշխատանքային խմբեր ենք ձևավորում համայնքապետարանի հետ մեկտեղ, համայնքապետարանը քաղաքացիների այդ ամբողջ դաշտերով նայում հետազոտությունը, դրանից հետո մենք շատ երկար, ամենաերկար պրոցեսն է համայնքապետարանից այդ թիվ թվաբանությունների տալը մեզ։ Համայնքապետարանները երբ մեզ տալիս են, մենք դրանից իրանց էլ մեղադրելու չէ, դե վերջի գյուղացին պետք է կա փաստաթղթեր կան, սեփականության իրավունք կա, անձնագիր կա, մարդիկ ունենք, որ ունեինք այս բաների մեջ 70 միլիոնի մեջ, որոնք անձնագրի ժամկետներ լրացել, մենք չէինք փողը հետ ճուղ պահեցինք բնականաբար, անձնագիր փոխեց նորից փոխանցեցինք, որ բանկից կարողանա ստանալ այդ գումարները ժամկետ լրացել են ընդդրանք անձնագրի, այդ տիպի բաներն են երկարացնում։ Մենք 240 միլիոն ունենք, բայց էլի համայնքապետարաններից սպասում ենք ու կառավարությունից սպասում ենք հաստատվածների ցանկը 240 միլիոնը
Այսինքն 240 միլիոն արդեն մարզպետարանը ստացել է, բայց չի բաժանում դեռ գյուղացիներին։ Բայց դեռ չի բաժանել, մեզ Ինչ կարող է վերջնական լինելու, հաշվեհամարներին են նստելու, անձամբ են ստանալու։ Մենք կարող ենք համայնքապետարաններին, բնականաբար քաղաքացիներին են բաժանելու, դեռ նաև կա 240 միլիոնի մեջ մեր սելեկցիոն կայանը, այնտեղ շատ լուրջ վնաս կրել։ Մեր քաղաքացիները գուցե եւ դժգոհանան ու նաեւ գիտեմ որ ունեն քաղաքացիներ որոնք դժգոհություն են արտադրել, բայց այս մասնագի փոխհատուցումներ են, որոնք որպես այդպեսին հենց այդ պահին է որոշում ինչ պիտի արվի չկա, որովհետեւ це կարգընթացակարգ գրածորեն կառավարության որոշում, որ հենց կարգուտ եղավ այս տաշտի ծորենի այսքան տոկոսի պարագայում այսքան գումարը մենք աշխատում ենք կառավարությունը նաև աշխատում է ապահովագրությունը գյուղատնտեսական ապահովագրությունը հետ վերադարձնելու, բայց լրիվ ամբողջությամբ նոր մոդելով, նոր ձևով, որ այսպիսի խնդիրներ մենք երբևիցե չունենանք։ 240 միլիոն է մարզպետարանում է, բայց դեռ չի բաժանվել համայնքներին։ Շատ բարդ բան է կազմում, վաղը մեր գյուղացիները մարզպետարան են գալու, մարզպետարանը չի կարողանալու իրանց տալ, մարզպետարանը տալու է համայնքներին, համայնքները բաժանելու են այդ գումարները, բայց այդտեղ մենք սպասում ենք ընդհանուր պատկերին, թե որ քաղաքացուն, որ համայնքապետարան ինչքան գումար են տալու, բայց վստահեցնում եմ այդ գումարները կապված խնդիր չունենք։ Շնորհակալ եմ։ Այսքանը տեսանկյան հյուրն էր Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։